Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 15 նոյեմբերի օրը շաբաթ, բարի երեկո։ Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում հանդիպում քննարկում է տեղի ունեցել Գավառ քաղաքում մեդիագրագիտությունը սոցիալական փոփոխության գործիք խորագիրը թեմայով։ Պատասխանատու մեդիա բովանդակություն ստեղծելու իրենց փորձով կիսվել են տարբեր լրատվամիջոցների լրագրողներ։ Կասկածել, վերլուծել, ստուգել մեդիագրագետ լինելու կարևոր սկզբունքներից են։ Մեր օրերում, երբ յուրաքանչյուր մեկը կարող է դառնալ բովանդակություն ստեղծող եւ տարածող, խիստ կարևորվում է մեդիագրագիտությունը, ինչպես բովանդակություն ստեղծողների, այնպես էլ սպառողների համար։ Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներից մեկն անցկացվում է Գավառ քաղաքում։ Այն համախմբել է մարզային եւ մայրաքաղաքային լրատվամիջոցների ներկայացուցիչների, կրթական հաստատությունների աշխատակիցների եւ սովորողների միասին քննարկելու պատասխանատու մեդիա բովանդակություն ստեղծելու մոտեցումները։ Մեդիագրագիտությունը դա վերացական մի հասկացություն չէ։ Մեդիագրագիտությունը այսօր յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուրից կարծես օդի ու ջրի պես այլևս անհրաժեշտ հմտություն է եւ մեդիագրագետ քաղաքացի ունենալը այսօր յուրաքանչյուր պետության համար նույնքան կարեւոր է, որքան պատասխանատու քաղաքացի ունենալը, որքան հոգատար քաղաքացի ունենալը։ Մեդիագրագիտությունը սոցիալական փոփոխության գործիք խորագրի ներքո անցկացվող շաբաթվա միջոցառումներն իրականացնում է հանրային լրագրության ակումբը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ։ Եվրամիությունը պատրաստակամ է տարբեր ծրագրերով եւ տարբեր ձևաչափերով հնարավոր դարձնել մեդիատիրույթում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ քննարկումները շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Ողջույնի խոսքում նշեց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Գավառում նշում ենք մեդիագրագիտության խթանման կարևոր փուլը, որը վճռական նշանակություն ունի Հայաստանի ողջ տարածքում ժողովրդավարության ամրապնդման համար։ Երևանից մինչև Գյումրի Եվրոպական միությունը հավատարիմ է իր հանձնառությանը աջակցելու համայնքներին տեղեկացված եւ կառուցողական երկխոսության ձևավորման գործում, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքացիներին զարգացնել քննադատական մտածողություն եւ դրսեւորել ակտիվ ներգրավվածություն հանրային կյանքում։ Մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք ձգտում ենք արժանահավատ տեղեկատվության տարածման եւ քաղաքացիական մասնակցության խթանման միջոցով նպաստել ավելի տեղեկացված, կայուն եւ դիմակայուն Հայաստանի կառուցմանը։ Հայաստանում եւ մասնավորապես Գեղարքունիքի մարզում մեդիագրագիտության շաբաթի անցկացումը կարևորեց նաեւ մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նա կոնկրետ օրինակներով անդրադարձավ այն դեպքերին, երբ պետական ծրագրերի վերաբերյալ ոչ ճիշտ վերլուծությամբ, մեկնաբանությամբ, շփոթություն առաջացնող վերնագրերով հրապարակումների արդյունքում հանրության շրջանում սխալ պատկերացումներ են ձևավորվել տվյալ ծրագրերի վերաբերյալ, դրանք դարձնելով պակաս ընդգրկուն։ Մենք եթե չկարողանանք ճիշտ աղբյուրներից օգտվել եւ չունենանք այն վերլուծական միտքը կամ փորձենք վերցնել եւ վերլուծել, մենք կարող ենք տրվել այդ մանիպուլատիվ վերնագրերին եւ կարող ենք այս ծրագրերը եւս այդ արդյունքները չունենան։ Դրա համար ես շատ եմ կարևորում նմանատիպ միջոցառումները եւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ, ովքեր ջանք են դրել, որպեսզի նմանատիպ միջոցառում իրականացվի եւ մեր հասարակության մեջ մեդիագրագիտության դերը ավելի բարձրացվի եւ մենք բոլորս դառնանք ավելի մեդիագրագետ։ Համայնքային խնդիրները թվային գործիքների միջոցով ցույց տալու, բնակիչների ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտության, մեդիա բովանդակության ներկայացման էթիկական մոտեցումների եւ մեդիայում բազմազանության ու ներառականության սկզբունքների մասին խոսեցին նաեւ հենց լրագրողները։ Բանախոսները խրախուսեցին մեդիայի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ երիտասարդական նախաձեռնությունների միջև գործակցությունը, ինչը կնպաստի մեդիագրագիտության զարգացմանը եւ դիմակայուն համայնքների ձևավորմանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնում իրականացվել է աջակցություն ամերիկյան տարածքների ցանցին ծրագիրը։ Կենտրոնի տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ ծանոթացել են Ամերիկայի եւ Հայաստանի Հանրապետության հնարավոր կրթական կապերին ու գործակցությանը։
Շատ հիանալի հնարավորություններ նմանատիպ ծրագրերին դիմելը եւ ապագայում նաեւ ուսումը շարունակելու դրսում։ Սա նաեւ այն մի քայլ առաջներ, որ ինձ փորձեց ավելի օգնել ու մոտիկացնել իմ երազանքին։ Դասընթացը շատ կարևոր է ինձ համար, շատ կարևոր հմտություններ եւ գիտելիքներ է տալիս։ Գավառի երիտասարդների տուն, բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդները ներկայացնում են աջակցություն ամերիկյան տարածքների ցանցին ծրագրի վերաբերյալ իրենց ակնկալիքները, կարծիքն ու տպավորությունները։ Ծրագիրն իրականացնում է միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ։ Կենտրոնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվել են 6 դասընթաց հանդիպումներ։ Առաջին հիմնասյուն է հանդիսանում էր անգլերենը որպես կամուրջ դեպի աշխարհ, երկրորդ հանդիպման ընթացքում քննարկել ենք ԱՄՆ կրթական համակարգը եւ համալսարաններին դիմելու գործընթացը, երրորդում խոսել ենք Ամերիկայի մշակութային բազմազանության մասին, չորրորդում խոսել ենք շրջանավարտների հաջողության պատմությունների մասին, հինգերորդում խոսել ենք ԱՄՆ պատմության մասին, այսօր խոսում ենք ապագայի հմտությունների վերաբերյալ։ Դասընթացավարի տեղեկացմամբ եւ մասնակիցների հավաստմամբ այս դասընթացներին տրամադրվող տեղեկությունը հնարավորություն է տալիս կենտրոնի տարբեր տարիքային խմբերի մասնակիցներին ծանոթանալու ամերիկյան մշակույթին, զարգացնելու հմտությունները եւ կապ հաստատելու ԱՄՆ-Հայաստան փոխանակման ծրագրերի շրջանակների հետ, ամրապնդելով կապերն ու փոխըմբռնումը երկու ժողովուրդների միջև։ Շահառուները հանդիսանում են հիմնական թիրախային խումբը 18-ից 25 տարեկան երիտասարդներ, ովքեր դիմել են ծրագրի համար եւ հաջորդ փուլացնելու պարագայում հրավիրվել են սեմինարների, այս սկզբունքով են որոշել հիմնականում ուսանողներ են հանդիսանում, ովքեր հետաքրքրված են Միացյալ Նահանգներով, նրա ժողովրդավարությամբ, ժողովրդավարական արժեքներով։ Ծրագիրը եզակ էր իր ինքնատիպությամբ, թեմատիկ ընդգրկվածությամբ, մենք ուսումնասիրեցինք նաեւ ԱՄՆ մշակույթի տարբերությունները եւ առնչությունները մեր իրավական համակարգի հետ եւ ինձ շատ հետաքրքրեց նաեւ մասնագիտական այդ առնչությունները։ Հիմնական մանրադարձանք նրանց մասին, որ ինչ մասնագիտություններ են արդիական 21-րդ դարում, որ հետագայում մենք կարող ենք աշխատել այդ ուղղությամբ եւ թե ինչպես ճիշտ գրենք մեր էսսեները, ինչ ներկայացնենք, թե ինչպես ճիշտ ներկայացնենք մեզ կոնկրետ այլ հարթակներում, միջազգային հարթակներում։ Այնպիսի գիտելիքներ ենք ստացել, որը ապագայի համար շատ կարևոր է, օրինակ ինչպես ԱՄՆ-ում կրթություն ստանալ, առհասարակ ԱՄՆ-ի մշակույթի մասին եւ այլն, ու հմտությունների հետ կապված թիմային աշխատանքն է առհասարակ շատ բարելավում, առաջնորդական հմտությունները եւ այլն, ու այնպիսի հմտություն ու գիտելիք են, որ ապագայում գրեթե բոլոր տեղերում անհրաժեշտ են։ Դասընթացներն անցկացվել են նաև գործնական աշխատանքների ձևաչափով։ Ձեռք բերված հմտությունները դասընթացի մասնակիցները ներկայացրել են անհատական եւ թիմային աշխատանքների միջոցով։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։